Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարև ձեզ մեդիա-հաբի հարգելի հետևորդներ եւ այսպես այսօր կանրադառնանք Ալեն Սիմոնյանի պաշտոնանկությանը։ Այո, հենց պաշտոնանկությանը, իսկ թե ինչու եմ ես այդպես ձևակերպում, այդ մասին կներկայացնեմ հաղորդման ընթացքում։ Ես իհարկե չէի անդրադառնա կոնկրետ մեկ անձի աշխատանքից զրկվելուն, եթե այն այդչափ քաղաքական չլիներ։ Վանո Սիրադեղյանը մի հոյակապ պատմվածք ունի։ Ափսոս էր երեխան։ Իհարկե, անարդարացի կլինի, երբ մենք այդ պատմվածքը համեմատենք Ալեն Սիմոնյանի հետ, սակայն զուտ վերնագրի պահով ԱԺ արդեն համարյա նախկին նախագահը իրեն կարող է զգալ այդ պատմվածքի գլխավոր դերակատարի դերում։ Հարգելի հետևորդներ, այն, ինչ այսօր կատարվում է Ալեն Սիմոնյանի հետ, կարող է դասագրքային ուղեցույց լինել բոլոր ՔՊԱ-ականների համար։ Որքան էլ Նիկոլ Փաշինյանը իր թիմակիցներից որևէ մեկի հետ կուկուռուզ ուտի, չգիտեմ, պերաշկի ուտի, սուջուխ ուտի, քաղցր ձողիկ ուտի, որքան էլ այդ թիմակիցը ուտելու ընթացքում իմիջայլոց որքան էլ չսիրի այդ ուտելիքը, նա այնուամենայնիվ որքան էլ այն ըմբոշխնի, այսպես ասած, շակերտների մեջ Նիկոլ Փաշինյանի հետ, որքան էլ թիմի այս կամ այն ներկայացուցիչը տաք կարտոֆիլ ուտելուց նույն պահին, գրեթե նույն վայրկյանին ձեռքերը այրի ու գրեթե դեմքի նույն միմիկայով իմիջայլոց ձեռքերը այրի Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ, սակայն կյանքը ցույց է տալիս, որ բավական է գեթ մի փոքր սայթակում եւ այդ կուկուռուզը կամ պերաշկին պարզապես կմնա այդ ուտողի կոկորդին, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը երբեք չի ներում ոչ մի սայթակում, նույնիսկ իր ամենահավատարիմ թիմակիցների կողմից։ Որքան էլ խոսվի ՔՊ-ի ինչ-որ ներքին ժողովրդավարությունից, ինչ-որ ներքին ընտրություններից, ազատություններից եւ այլն, բայց ակնհայտ է, որ Ալեն Սիմոնյանի պաշտոնանկությունը կատարվում է միայն մեկ մարդու՝ Նիկոլ Փաշինյանի ցանկությամբ։ Հարգելի հետևորդներ, ինչ ներքին ժողովրդավարության կամ ինչ-որ ներքին ազատությունների ու ընտրությունների մասին կարող է խոսք լինել, երբ Նիկոլ Փաշինյանը ուղիղ ու բաց տեքստով հրահանգներ է տալիս իրավապահ մարմիններին, ուժային կառույցներին, դատավորներին, երբ հայտարարում է, որ ես եմ կառավարությունը, երբ ինքը լինելով գործադիր մարմնի անդամ, SMS-ով օրենսդիր մարմնի ներկայացուցչին, այն է падգամավորին հրահանգում է վայր դնել մանդատը։ Հիմա նման պահվածքով մարդը ինչպես կարող է ինչ-որ ներքին ազատություններ հանդուրժել կուսակցությունում, այն էլ այն դեպքում, երբ այդ կուսակցությունը հիմնել է, ստեղծել է հենց ինքը։ Հետևաբար բոլոր այն խոսակցությունները, որ Ալեն Սիմոնյանի թեկնածությունը մերժվել է կամ Ռուբեն Ռուբինյանի թեկնածությունը ազգային ժողովի նախագահի պաշտոնում համաձայնեցվել է ընտրության միջոցով, քվեարկության միջոցով, ակնհայտ է, որ երբեք թե առաջինը մերժումը, թե երկրորդը հաստատումը տեղի չէր ունենա, եթե այդ չցանկանար Նիկոլ Փաշինյանը։ Հետևաբար, թե որ մեղքի համար է պատժվում այսօր Ալեն Սիմոնյանը, իհարկե մենք այդ մասին կիմանանք ապագայում, սակայն հավելյալ անգամ շեշտենք, որ նրա քաղաքական գահավիժումը կապված է Նիկոլ Փաշինյանի հրահանգով։ Այո, նա այս պահին իր քաղաքական կարիերայի հետընթաց է ապրում, որովհետև լինելով ազգային ժողովի նախագահ, այն էլ խորհրդարանական երկրում, դրանից հետո ցանկացած մեկ այլ նշանակում բացառությամբ 1-2 պաշտոնի լինելու է հետընթաց։ Խոսվում էր նաև, որ Ալեն Սիմոնյանը հնարավոր է նշանակվի, չեմ ասում ընտրվի, հարգելի հետևորդներ, դրանք խիստ տարբեր բաներ են։ Թեպետ ֆորմալ առումով Հայաստանի Հանրապետության նախագահը ընտրվում է
ազգային ժողովի կողմից, սակայն երբեք այդ ընտրությունը տեղի չի ունենա, եթե նախորդ նրան Նիկոլ Փաշինյանը չնշանակի։ Իսկ ազգային ժողովը ընդհանրապես վավերացնում է Նիկոլ Փաշինյանի նշանակումը։ Այլ բան չի էլ կարող անել, սակայն հիմա խոսքը դրա մասին չէ։ Թեպետ խոսվում էր Ալեն Սիմոնյանի Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում նշանակվելու մասին, սակայն նույն Նիկոլ Փաշինյանը ինքը հենց հերքեց այդ խոսակցությունները, իհարկե անուղղակի կերպով, սակայն հերքեց, որ Ալեն Սիմոնյանը չի նշանակվի նաև Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում։ Ըստ այդմ մնացյալ ցանկացած նշանակում, նույնիսկ եթե Ալեն Սիմոնյանը նշանակվի նախարար, միևնույն է, դա իր քաղաքական կարիերայի հետընթաց է։ Այս օրերին կա տեսակետ, որը ես իհարկե չեմ կիսում, որ Ալեն Սիմոնյանին Նիկոլ Փաշինյանը պատժում է նրա որոշ ոչ կոռեկտ արտահայտությունների կամ օրինակ քաղաքացու վրա թքելու համար։ Ինչու չեմ կիսում այդ տեսակետը, հարգելի հետևորդներ, որովհետև Նիկոլ Փաշինյանը հենց ինքը իրեն թույլ է տալիս ոչ կոռեկտ արտահայտություններ։ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ես կզսնելու եմ իմ քաղաքական ընդդիմախոսներին։ Հայտարարում է, որ այսինչ բանը կարևոր չէ ինչը, կմտցնեմ որոշ մարդկանց համապատասխան տեղը։ Հիմա հարգելի հետևորդներ, երբ երկրի վարչապետը սպառնում է ինչ-որ մի բան մտցնել ինչ-որ մի մարդու համապատասխան տեղը կամ կզցնել որևէ մեկին, ապա ինչ նշանակություն կունենա նրա համար, ենթադրենք, որոշ ոչ կոռեկտ արտահայտությունները կամ ինչ-որ մեկի վրա թքելը։ Իհարկե, որևէ նշանակություն չի ունենա։ Հետևաբար, Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության պատճառը շատ ավելի քաղաքական է ու շատ ավելի խորքային, քան թվում է առաջին հայացքից։ Այսօրվա իր ճեպազրույցում Ալեն Սիմոնյանը իրականում ոչ թե հրաժեշտ էր տալիս ազգային ժողովին կամ լրագրողներին, այլ ուղերձ էր հղում հենց Նիկոլ Փաշինյանին։ Նրա բոլոր այն մտքերը, թե ինչ-որ քաղաքական համակարգի կայացում է տեղի ունենում, ինչ-որ կուսակցությունում քաղաքական կապիտալ է ձեռք բերվում, չգիտեմ, ցիկլ է ավարտվում ու փոխվում եւ այլն, հոգնել եմ, գնում եմ հանգստանալու, անձնական կյանքով եմ ուզում զբաղվել եւ այլն, դրանք բոլորը լիրիկայի ժանրից են։ Քաղաքական չոր փաստը մնում է այն, որ նա հայտ էր ներկայացրել կրկին զբաղեցնելու ազգային ժողովի նախագահի պաշտոնը, սակայն մերժվեց։ Իրականում մարդը երբ հոգնում է, ցանկանում է զբաղվել իր անձնական կյանքով, ուզում է մի փոքր դադար վերցնել ու հանգստանալ, կամ մտածում է իր թիմի ներսում ինչ-որ քաղաքական համակարգի ձևավորման մասին, ինչ-որ ցիկլի ավարտի մասին, նա նորից հայտ չի ներկայացնում զբաղեցնելու այն պաշտոնը, որը ուներ։ Եթե հայտ ես ներկայացրել, ուրեմն դու իրոք ունես ցանկություն շարունակելու պաշտոնավորել։ Դա ոչ լավ է, ոչ վատ, հարգելի հետևորդներ։ Դա նորմալ քաղաքական գործընթաց է։ Մարդը, այո, իրավունք ունի հավակնելու, զբաղեցնել այս կամ այն պաշտոնը, եւ ես այդ առումով չեմ մեղադրում Ալեն Սիմոնյանին, որովհետեւ իրոք գտնում եմ, եթե նա այդ քաղաքական թիմի անդամ է, եթե իր քաղաքական ուժը գտնվում է իշխանության, ապա ինքը իրավունք ունի հավակնելու, զբաղեցնել տվյալ պաշտոնը։ Դա նորմալ է քաղաքական տեսանկյունից։ Այ մնացածն է արդեն լիրիկայի ժանրից, մնացածն է արդեն արդարացում։ Այն, որ ասում է, ես չեմ նեղվել, ես դրան նույնպես չեմ հավատում, որովհետև այո, հստակ կա նեղվածություն եւ դա նույնպես իդեպ մարդկային է, երբ չեն բավարարվում մարդու քաղաքական ամբիցիաները, մարդը կարող է նեղվել։ Սակայն ինչևէ հոգեբանությունից անցնենք կրկին դեպի քաղաքական փաստերը։ Ալեն Սիմոնյանի այսօրվա ճեպազրույցի գլխավոր մեխը հետևյալ ուղերձն էր Նիկոլ Փաշինյանին, որ ես միշտ կես քայլով հետ եմ լինելու Նիկոլ Փաշինյանից, եւ եթե կամ երբ անհրաժեշտություն լինի եւ Նիկոլ Փաշինյանը
կպտտվի, միշտ ինձ կտեսնի։ Այլ խոսքով ասած, Ալեն Սիմոնյանը Նիկոլ Փաշինյանին ասում է, որ ես երբեք չեմ հեռանալու քեզնից, երբեք չեմ հավակնելու քեզնից գոնե կես քայլ առաջ լինել։ Ինչու է անհրաժեշտություն առաջացել հարգելի հետևորդներ նման ուղերձ հղել Նիկոլ Փաշինյանին։ Կարելի է պարզապես շնորհակալություն հայտնել այն վստահության համար, որը տրվել էր իրեն 5 տարի զբաղեցնելու ազգային ժողովի նախագահի պաշտոնը, կամ հայտարարել, որ մենք քաղաքական մի թիմի անդամ ենք եւ շարունակելու ենք համատեղ քաղաքական հետագա գործունեությունը։ Ինչու անհրաժեշտություն առաջացավ սեփական անձը նսեմացնելու գնով այդ աստիճան մեծարել մեկ այլ մարդու։ Պատասխանը շատ պարզ է։ Ոչ ոքի, այդ թվում եւ Ալեն Սիմոնյանի համար գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանը այսպես ասած գեշ խայսատ ունի։ Պաշտոնանկությունից հետո քրեական գործեր հարուցել արդեն նախկին պաշտոնյայի նկատմամբ, երբ նույնիսկ նա իր քաղաքական թիմի անդամ է։ Հայաստանի Հանրապետությունում այսպիսի չարաբաստիկ ինչ-որ պրակտիկա է ձևավորվել։ Գրեթե բոլոր նախկին պաշտոնյաները X ժամանակ հետո անցնում են ինչ-որ քրեական գործով։ Եկեք չմոռանանք էկոնոմիկայի նախարար Քերոբյանին, որը նույնպես Նիկոլ Փաշինյանի թիմի անդամ էր, սակայն նրա դեմ հարուցվեց քրեական գործ։ Բոլորս ենք չէ հիշում նախկին նախարարին։ Եվ այդ առումով Ալեն Սիմոնյանը նույնպես երաշխավորված չէ։ Գուցեև PR տեսանկյունից Նիկոլ Փաշինյանի համար շատ ավելի շահեկան լինի ինչ-որ գործ հարուցել Ալեն Սիմոնյանի դեմ, այնուհետև դա ծախել հանրության վրա որպես ինչ-որ ժողովրդավարության բաստիոնի ինչ-որ աներևակայելի ձեռքբերում։ Այդ մասին շատ լավ գիտի Ալեն Սիմոնյանը։ Հետևաբար իր այդ ուղերձով Ալեն Սիմոնյանը ցանկանում է կանխել կամ մեղմել հնարավոր այն գործընթացը, որը կարող է սկսվի այն պահին, երբ ինքը արդեն դառնա ԱԺ նախկին նախագահ։ Այսօր այսքանը, շնորհակալ եմ, կհանդիպենք։ Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։